Այսօր մենք չենք հավաքվել պարզապես գինու համտեսման։ Մենք ճանապարհորդում ենք դեպի նրա ծնունդը, զգում հողի շունչը, արեգակի ջերմությունը եւ այն մարդկանց ոգին, ովքեր ստեղծել ու ստեղծում են այս հրաշք խմիչքը։ Հայկական գինին պարզապես խմիչք չէ։ Այն մշակույթ է լցված կարասի մեջ, հիշողություն սեղանին, դարերի ընթացք մեկ կումի մեջ։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գինին վերադարձել է իր արմատներին։ Եվ այս տոնը Երևանի գինու օրերը դրա կենդանի ապացույցն է։ Այստեղ գինին միավորում է մարդկանց ոչ միայն ճաշակի շուրջ, այլ գաղափարի շուրջ, մշակույթի, սիրո ու հողի գաղափարի։ Այս տաղավարների ետևում կանգնած են նրանք, ովքեր չեն ստեղծում պարզապես արտադրանք։ Նրանք ստեղծում են արժեք։ Նրանց համար ամեն խաղողի ողկույզը մի սեզոնի պատմություն է, իսկ ամեն շիշ ինքնության ձայն։ Այս օրերին Հայաստանի սիրտը տրոփում է գինով։ Այստեղ քաղաքի բաց երկնքի տակ իրենց գինին են ներկայացնում հարյուրավոր արտադրողներ, սկսնակ ու փորձառու, մեծ ու փոքր, բոլորն էլ նույն նպատակով՝ ներկայացնելու այն, ինչն իսկապես հայկական։ Եվ հենց այս օրերին հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան, ոչ միայն համտեսելու, այլ հասկանալու, որ այստեղ գինին սոսկ խմիչք չէ, այն պատմության, բնության ու մշակույթի խտացումն է։ Տարվա ընթացքում Երևանի գինու օրերը դառնում է Հայաստան այցելության ամենակարևոր շարժառիթներից մեկը, եւ ամեն տարի այն ընդգրկում է ավելի լայն բովանդակություն, բերում ավելի մեծ հոսք ու խոսում ավելի բարձր ձայնով։ Գինու օրերը դա ամենամեծ եւ ամենախոշոր գինու միջոցառումն է Հայաստանում։ Եվ հենց այս օրերին է հայկական գինու ուղին ամրանում, որովհետև այստեղ մարդիկ չեն խմում, այստեղ լսում են։ Լսում են, թե ինչ պատմություն ունի յուրաքանչյուր շիշ, ինչ երազանքներով է լցվել ու ինչ հողից է այն բուսել։ Եվ հենց դրա համար, երբ այստեղ բաժակը բարձրանում է, դա պարզապես կենաց չէ։ Դա հարգանքի ու հպարտության նշան է, որ մենք կարողանում ենք ու վերադարձնում ենք մեր արմատները այսօրվա լեզվով։ Հայկական գինին ապրում է, ու նրա կյանքի ամեն օղակը սկսվում է հենց այստեղից, մարդկանցից, հանդիպումներից եւ այս օրերի մաքուր, անկեղծ մթնոլորտից։